տեսեք, այս եթերը ես կուզենամ սկսեմ մի վտանգավոր բան եմ նկատել Երևանից, ուրեմն պատտվում է մի Իսրայելի հոբ ղեկավարի, որը միացել է ուժեղ Հայաստանին, եւ հետաքրքրն է որ նա այդ մարդը այլևս Իսրայելում պաշտոնյա չունի, հոբ հակաօթային պաշտպանության ղեկավարն է եղել 15-ից 18 թվականներին, ընդ որում ասեմ ձեզ, իսրայելցի նախկին պաշտոնյաները դառնում են գաստրաբայտերներ, այսպես դա պաշտոնը ազատելուց եւ երևի որոշակի ժամանակ անցնելուց հետո, երևի գաղտնիության ինչ-որ շրջան անցնելուց հետո, ովքեր որ ունեն, եւ սկսում են փող աշխատել։ Օրինակ, դուք գիտեք, հայտնի Ռուսաստանում այդպիսի մի դեմք կար, որը իսրայելցի էր, ապրում է Իսրայելում, տենց ասում են անգամ մասնավոր ինքնաթիռով տեղափոխում են Ռուսաստան, որպեսզի պրոպուտինյան ռոպագանդան տարածի, Յակով Կետմի անվամբ մի տականք, եւ նա աշխատում է ռուսների համար։ Հիմա այս մի պաշտոնյան, ասում է փողին մունատ թոշակի է գնացել, ստերությունն է ապահովում, բայց ինչն է վտանգավոր։ Տեսեք, իշխանական տելեգրամյան ալիքները, ցավոք սրտի, եւ ուրեմն հիմա բանավեճ են ստեղծել, բա դուք գիտեք դու ում եք բերե մարդ, որը Ադրբեջանին զենք է տվել եւ այլն։ Նախ դուք սեփական ոտին եք ձեր կրակում հերթական անգամ։ Սկսենք նրանից, նորից եմ բացատրում հատուկ դժվար հասկացողների համար։ Եթե դուք պարկած եք եղել Ռուսաստանի տակ, եթե դուք, օրինակ, 18 թվականի հեղափոխությունից հետո հայտարարեիք, որ դուք վեկտոր եք փոխում, եթե դուք չնեղացնեիք Ամերիկային, Ամերիկան, որը Սիրիայում պայքարեր մղում ռուսներին դուրս մղելու համար, ոչ միայն այդ բանին չօգնեիք եւ ռուսների հետ զորք չուղարկեիք, թեկուս ուրեմն ականավորների բժիշկների, չգիտեմ ինչ, ռուսներին չաջակցեիք եւ կոալիցիա չստեղծեիք Սիրիայում։ Ոչ թե Փաշինյանի այն ամուլսար շոուն չկազմակերպեինք, այն որոնց մեջ նաեւ ակտիվներ գրաված են ռուսահապատակիկները, ասում են նաեւ, որ Ռուբեն Վարդանյանի կողմից է ակտիվ եղել աջակցություն, Զանգեզուրի Պղնձաբոլիպտենայի ռուսների կողմից է եղել աջակցություն, ամենապես այդպիսի բաներ մամուլում ուրեմն տարածվեցին եւ ես շատ հավանական եմ համարում, որպեսզի ամուլսարը եւ ամերիկյան ներդրումները վարկաբեկվեն Հայաստանում։ Ադրբեջանը Ալիևը կարող է չհարցակվեր, որովհետև եթե Հայաստանը, իսկ դուք հասկանում եք հիմա Հայաստանի նշանակությունը, հայտարարեր չպարկեր ռուսների տակ, չգնար Պուտինի պլաններին, որը տապալեցին ուկրաինացիներին, նորից եմ ասում հանգիստ պահեք ձեզ։ Մենք ես շատ լավ հասկանում եմ ինչա տեղի ունեցել։ Կարամ հատիկ, հերթական անգամ, շատ անգամ եմ ասել, ակնարկել, անգամ ավելի պարզ ասել, 18 թվականին ինչ ա եղել, ինչ պլան ա եղել, ոնց այդ պլանը ուկրաինացիները տապալեցին, ոնց ընդհանրապես ձեզ պատերազմի 10-րդ օրը Փաշինյանը արդեն ասում էր, դե եկեք սպասում ենք, եկեք չեկան, պարզվեց որ պլանները փոխվել ա, որ արդեն Մեղրի ու Շուշի են ուզում, Ղարաբաղ են ուզում եւ այսպես շարունակ։ Ոնց եղավ որ ռուսական զորքերը հանեցին, որտեղ ուկրաինացիները ապտակեցին Թարս, Միութենական պետություն, գուբերնիա, այդ բաները ցախ ձախողվեց եւ այլ, այսպես շարունակ։ Հեքիաթներ մի պատմեք, որ իսրայելցիներն են մեղավոր ձեր դժբախտությունների մեջ։ Առաջինը մեզ է առաջարկվել, անգամ տեղեկություններին պատտվում, ես հիմա չեմ ուզում ասեմ, անգամ ես եմ ունեցել խոսակցություններ առանձին, չեմ կարող բացահայտել, դեռ այն ժամանակ որ Հայաստանում է լրագրող է աշխատում։ 13-14 թվականներին ակտիվ այն ժամանակ ինձ տեղեկություններ էր հասնում, որ իսրայելցիները առաջարկել են անգամ անօթաչուների հրթիռների գործարան կառուցել Հայաստանում, անօթաչուների տրամադրում Հայաստանին եւ այլ այսպես շարունակ։ Եթե Հայաստանը պատրաստ է օգնել Իսրայելին, Հայաստանը հրաժարվել է։ Հայաստան ասել է մենք ունենք հովանավոր, մեզ ոչ մի բան չի սպառում, մեր ռուսները մեզ կպաշտպանեն։ Ադրբեջանը հասկացել է ինչա կատարվում, Ադրբեջանը օգտվել է առիթից, Իսրայելը ուներ գոյաբանական խնդիր, որ սադիստ, տականք չալմեքը, որոնք Իսրայելը 47 տարի է ուզում են ոչնչացնեն, չպետք է ունենան միջուկային զենք։ Դրա համար Իսրայելը ամեն գրով փորձել է փրկել իր պետությունը։ Եթե մենք չենք ցանկացել աջակցել, դա չի նշանակում, որ Իսրայելն է մեղավոր մեր դժբախտությունների մեջ։ Եթե մենք ցանկացել ենք պարկել ռուսների տակ, հետո համաձայնել ենք մտնել միութենական պետության մեջ, մտնել ենք ԵԱՏՄ-ի մեջ, որը միութենական պետության նախաբանն է, ԵԱՏՄ-ն, նորից եմ կրկնում, ես դրա համար եմ պահանջում, որ դուք դուրս գաք ԵԱՏՄ-ից, դուք ես շատ լավ գիտեք, որ առանց տնտեսական ինտեգրացիա չի լինում քաղաքական ինտեգրացիա։ ԵԱՏՄ-ն ստեղծված էր դրա համար, որպեսզի ձեզ տնտեսապես ձուլեին Ռուսաստանին, կտրեին արտաքին աշխարհից, հետո գնար քաղաքական ինտեգրացիան, որի հերը ուկրաինացիները անիծեցին, բայց դուք գնացել եք այդ պլանին գեղեցիկ, դուք ընդհանրապես ուրիշ միսիա ունեիք, պետք է դեմոկրատիան վարկաբեկվեր եւ այլն, բայց ուկրաինացիները
Նախ ռուսները ձեզ գցեցին, հետո ուկրաինացիները ձեզ փրկեցին։ Հեքիաթ մի պատմեք, մի հիմա սարքեք ձեր քաղաքական պայքարի առարկան Իսրայելը։ Մի վերցրեք ինչ-որ մի հատ պաշտոնյայի, որը որոշել է փող աշխատել ուժեղ Հայաստանի վրա, ու բռնեք, ասենք, հատուկ իշխանությունները այս կողմից են վրա տալիս, գիտեք նա ով է, նա չի ծախել Ադրբեջանին զենք, նա ընդամենը հոբ համակնա, նա չէր կարող ոչ մի բան մատուցել առանց քաղաքական ղեկավարության կամ պաշտպանության նախարարի։ Բայց դուք ձեր ոտքին եք կրակում, որովհետև ես ձեզ բացատրեցի, իմ հետևորդները գիտեն, 1000 անգամ ակնարկեցի, որ Թրամփը թուրքերի հետ որ կապ են հաստատել Ադրբեջան թուրքերը, հետո ադրբեջանցիները Թրիփը լրիվ ուրիշ ճակատագիր պետք է ունենար։ Եվ ես 100 անգամ հասկացրեցի, որ քանի որ Իսրայելը հիմա դիտարկում է Թուրքիան համար մեկ թշնամի, եւ իսրայելական լոբին ոչ միայն Ամերիկայի համարվում շատ ուժեղ, այլ նաև իսրայելական լոբին շատ ուժեղ ազդեցություն ունի Իսրայելում, իսրայելցիների, Իսրայելի իշխանությունների վրա։ Ինչ դերակատարում է ունեցել այդ հարցում որոշումների կայացման վրա, ոնց եղավ, որ Թրիփը պատտվեց, դարձավ հայ-ամերիկյան պրոյեկտ, ոչ թե թուրք-ադրբեջանա-ամերիկյան պրոյեկտ։ Ձեզ բացատրեցի, հիմա ինչով եք զբաղված, ինչի եք ինքներդ ձեր ոտին կրակում, որն է միտքը, որ հիմա դրել եք ինչ-որ մի պաշտոնյա Իսրայելից թոշակի գնացած եկել է, միացել է ուժեղ Հայաստանին, դուք դրել Իսրայել եք տշում։ Դուք դրա տերն եք, ես ուզում եմ հասկանալ։ Դուք տեսնում եք Իսրայելն ու Ամերիկան ինչ են անում հիմա հարավում։ Արդեն հասել են, այն ինչ որ հիմա անում են, ինչ ոնց իրանք մտել են Իրանում, ինչ են անում։ Ձեզ ընդհանրապես չի հուշում որևէ բան, որ հիմա իրանք Իրանում պաշտոնյա չթողեցին։ Լավ, այդքան բութ կարելի է լինել, կամ այդքան դավաճան կարելի է լինել, որ չհասկանալ որտեղ է մեր շահը եւ ինչ ենք մեր ոտին կրակում։ Եվ ով մեզ ըստ էության օգնեց, որպեսզի Թրիփը չդառնա թուրք-ադրբեջանա-ամերիկյան պրոյեկտ, այլ դառնա ամերիկա-հայկական պրոյեկտ։ Լավ, ասենք, ես չեմ հասկանում, ինչ կապիկությամբ եք դուք զբաղված։ Գտել են մարդ, բռնել են ինչ-որ մի մարդու, որը, ասենք, ընդհանրապես որոշումների կայացման հետ կապ չի ունեցել։ Հիմա ոնց որ պասերով դուք ու այն Տաշիշ Սամոն գեղեցիկ պասերով իրար հետ, չգիտես որտեղից վերցրել եք իշխանությունները, իշխանական տելեգրամյան ալիքները, Իսրայել եք տշում, լուրջ եք ասում, դուք հիմա դրա տերն եք։ Էսի էնելես իրավիճակում, որ հիմա հարավում այդպիսի բաներ է կատարվում։ Սա ցնդելու բան է, ուղղակի մարդ այսքան կամ այդքան չեք հասկանում, դուք այդքան կոմպետենտ չեք, այդքան չգիտեք որտեղ է Հայաստանի շահը այս պահին, ինչ փոփոխություններ է տեղի ունեցել ընդհանրապես վերջին շրջանում, հատկապես Սիրիայի գրավումից հետո Թուրքիայի կողմից, չեք հասկանում ինչ շիֆթեր, այսինքն ինչ որ կտրուկ փոփոխություններ է տեղի ունեցել, որից դուք կարող եք օգտվել, բայց դուք բռնում եք, չգիտեմ, կացնավարի, ձեր ոտքին եք կրակում, ինչի։ Հələ ուրիշ բան էլ կհասնենք։ Ավելին ասեմ ձեզ, դուք ունեք լուրջ պրոբլեմ, դուք գիտեք, որ հիմա նավթը թանկացել է եւ ընտրություններից առաջ դա մեջ դժգոհություն է առաջացնում։ Դուք աճացրեցիք Սամվել Կարապետյանին Պուտինին հաջողանալու համար, հիմա դուք տեսնում եք, որ չէ, Պուտինը ուզում է, որ դուք փոխանցեք իշխանությունը։ Դուք դա լավ հասկանում եք, լավ տեսնում եք ինչ ռեսուրս է դրվում։ Դուք ուզում եք Հաճոյանայիք ասեիք արևմտյան ընդդիմությանը ճնշեցիք, դեմոնստրատիվ սարքեցիք Սազանդար, ընդհանրապես հանեցիք խաղից, ըստ էության, փորձեցիք կամ հանել խաղից, տեսնենք ոնց կստացվի ընտրություններում, ցավոք սրտի ես այստեղ շատ մեծ դրական ինչ-որ բաներ չեմ տեսնում, բերեցիք, ասեցիք ընդդիմությունը խորհրդարանում քոննա լինել, ու Պուտինը ասում է ոչ, տղա ջան, մենք արդեն տեսնում ենք, որ Թրամփը ուժեղ է, քեզ ստիպում է, որ երկաթ գիծը տաս, քեզ ստիպում է ռուսական զորքերը հանես, քեզ զենքատալիս, դա նշանակում է քեզ հապկից էլ է օրինական հանելու, դա հո տենց անվճար չի այդ ամեն ինչը։ Մենք տեսնում ենք, որ ականջիցդ բռնստանում են եւ դու գնում ես, որտեղ դու ձև չունես չգնալու, տարբերակ չունես չգնալու։ Հետևաբար քո ընդդիմությամբ խորհրդարանի մեզ արդեն չես խափի, որովհետեւ բոլորը պահանջում են հստակ կողմնորոշվել, ինչի մասին մենք շուտվանից խոսում ենք։ Դուք մտածեք, որ հիմա Սաուդյան Արաբիայում ընդհանրապես առևտուրը ձեր կանգնելու է։ Այն ադամանդը, ոսկին, որ տենց գիտեք ովքեր, տենց որ ձեր արանքում ձեր դուք էլ տենց մտնում էիք, ասենք, որ Ռուսաստանին օգնում էիք, տենց վալյուտա էիք ապահովում պատերազմի համար եւ այլն, այսպես շարունակ այդ կանալը փակվեց։ Եվ հեսա կտեսնենք հաջորդ կիսամյակը տնտեսական որ գա, երամսյակը տեսնենք հələ ինչ։
Արդյունքներ լինելու էս ամեն ինչի արդյունքում։ Տեսնեք հենց ինչքան էիք ոսկով ու ադամանդով շարունակում չարաշահել։ Հələ չգիտեմ ստվերային մասը ինչքան այդ ամեն ինչի։ Ավելին ասեմ ձեզ, նույն Սաուդյան Արաբիան եւ Պարսից ծոցի երկրները, որոնք հիմա դուք շատ ժամանակ այդպես նշում եք, ձեզ թվում է թե դուք ձեր լրատվականները բոլորը ընդ որում ընդդիմադիր եւ իշխանական նենց տպավորություն են ստեղծում, որ ծոցի երկրները Իրանի կողմնակիցներ են, այո ծոցի երկրների մեջ եղել են եւ կան միջև հիմա մարդիկ, որոնք խաղեր են տալի, օրինակ հատկապես Քաթարը, բայց Քաթարը այսօր այնպեսի հարված ստացավ, ընդ որում ես ասեմ, այսօր մենք խոսենք այդ մասին, որ Փեզեշքյանը հասկանում է, որ իրենք իրենց սեփական ոտքերին են կրակում եւ դա սխալ քաղաքականություն է եւ իրենք բոլոր իրենց քիչ թե շատ իրենց հետ աշխատող երկրներին վանեցին։ Ավելին ձեզ ասեմ, քանի որ իրանք արդեն գիտեն, որ Պուտինը օգնում է իրանց, Պուտինը օգնում է ռմբակոծել իրենց քաղաքացիականներին, Պուտինը օգնում է ռմբակոծել իրենց երկրներին։ Հետևաբար Զելենսկից էլ օգնություն են խնդրել։ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները վստահաբար կփոխեն իրենց քաղաքականությունը եւ այդտեղ էլ դուք ու ձեր մեգադախլ չիներինը գիտեք ինչ եք անելու փայտիկին։ Շատ լավ հասկանում եք ինչա տեղի լինում։ Երևի ես վերջի ձեր ջղային բրիֆինգները դրա հետ են, հա, կապված, դες մի քիչ ոնց որ հավասարակշիռ չեք, ոնց որ հասկանում եք, չէ, որ հերիք չի այս ամեն ինչը իբր դուք պլանավորել եք, հիմա էլ տնտեսական վատ վիճակ ա լինելու ու այդ ձեր ուրեմն աճեցրած ուժեղ Հայաստանա, մեր ձևով, ձեր ձևով, չգիտեմ ինչա, կարող է բավականին լուրջ շանսեր ստանա, հաշվի առնելով թե ինչ գործ անում նաև Ռուսաստանը։ Դուք ինքներդ եք ասում դա ասուլիսներում բարձրաձայնում եք։ Դուք ձեր դարդը լացեք, որ լուրջ խնդիրների առաջ եք կանգնելու։ Շուտվանից զգուշացնում ենք, մի աճացրեք ընդդիմություն, մի արեք, մի մտեք Պուտինի 12 մատնյա աղիքը դա ձեզ չի օգնելու, ավելի վատ ա լինելու, բացատրում էինք, դիվերսիֆիկացվեք, գազի տարբերակը ասեցինք, Թուրքմենստանին ցրեցիք, ատոմակայանի տարբերակը կար, այդ մասին մենք շուտով կխոսենք, հատուկ ձեր մոտ մարդիկ էին եկել Ամերիկայից, որ պատրաստ էին ձեզ օգնել, կառավարել ատոմակայանը։ Ես բազմիցս ակնարկել եմ, ասել եմ ժամանակին, Ուկրաինայի պատերազմից հետո Բա ոնց եք, որ ասում եք ատոմակայան առանց ռուսների ես բացատրում էի, բա ամբողջ Ուկրաինայում սովետական ատոմակայաններ էին, ռուսական ուրանով։ Բա ոնց են աշխատում, հա? Հայաստանից մի 5 անգամ շատ ատոմակայան ունի, 10 անգամ։ Բա ոնց են աշխատում, դուք ձեզ հարց եք տվել ընդհանրապես։ Կարող է ռուսներն են բերում աշխատացնում։ Այդ ում եք ուզում խափած լինեք, ձեզ բոլոր տարբերակները առաջարկվել է, բերել է, դրվել է, բայց դուք չեք ցանկացել հրաժարվել ռուսներից։ Ասում էինք անիմաստ կապիկություն մի արեք, մեկա, իրենք իրենցն են անելու, որտեվ իրենց շահից դա է բխում։ Հիմա շատ հետաքրքիր բան է գալի, նախընտրական շրջան, եթե այս պատերազմը արագ չավարտվեց կամ հետևանքները արագ չվերացան, մի հատ էլ ժողովրդի դժգոհությունն է մեծանալու, որտեվ ինֆլյացիան անխուսափելի է, բենզինի գները անխուսափելի բարձրանալու են, ինքնարժեքը ապրանքների անխուսափելի են բարձրանալու է, եւ այդ ամեն ինչը ընտրություններից առաջ ասում եմ ուրբաթը շաբաթից շուտ եկավ կամ շաբաթը ուրբաթից արդեն ոնց ուզում եք ձեր դարդը լացեք ոչ թե քսի տվեք ձեր տելեգրամյան ալիքներին որպեսի գնան ու հարցակվեն Իսրայելի վրա ինչ որ մի հատ անմեղ սունակ մեկը որը կամ լավ էլ ասես աֆերիստ մեկը որը ուղղակի շրջում է աշխարհում փող է աշխատում ինքը հիմա իսրայելցի պաշտոնյա չի ինքը անհատ մեկն է որը եկել է փող է աշխատում ով շատ կա դուք շատ տայք ձեր մոտ խորհրդական իր համար տարբերություն չկա ինքը թոշակի է անցել փող է աշխատում մի քաղաքականացրեք Իսրայելի վրա մի փոխեք այդ ամեն ինչը, որտեվ դուք շատ լավ գիտեք, թե ոնց եղավ որ տրիփը սենց եղավ, որ առավոտից իրիկ ունասում եք տեսեք Հայաստանի տարածքային ամբողջականությունը նշված է լուրջ եք ասում, բայց ես էլ եմ այդ ասում։ Հաջորդը Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, ԱՄՆ հետախուզական ծառայությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ, արձանագրում է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը։ Սպառնալիքների գնահատման այսօր հրապարակված տարեկան զեկույցում կառույցն օրինակ է բերում Ադրբեջանի պահանջը փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի սահմանադրությունը, հեռացնելու հղումը, որը նրա խոսքով ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ։
Գրում է ամերիկյան հետախուզական ծառայությունը։ Միաժամանակ տարեկան զեկույցն արձանագրում է, որ օգոստոսին Վաշինգտոնի հովանավորությամբ Սպիտակ տանն անցկացված խաղաղության գագաթնաժողովը Հայաստանի եւ Ադրբեջանի համար ստեղծել է հնարավորություն հասնելու երկարատև խաղաղության համաձայնագրի եւ նպաստելու տարածաշրջանային կայունության աճին։ Հետախուզական ծառայությունը մասնարարպես նկատում է, որ ամերիկյան կողմին հաջողվել է հասնել խաղաղության պայմանագրի պայմաններին վերաբերյալ նախնական համաձայնության, ինչպես նաև հաստատվել է TRIP նախագիծը, որը կառավարելու է ԱՄՆ-ի կողմից եւ Հայաստանի հարավով անցնող ճանապարհով կապելու է Ադրբեջանն իր Նախիջևան էքսկլավի հետ, բացելով առևտրային հոսքեր երկու երկրների եւ ոչ տարածաշրջանի համար։ Վաշինգտոնի գնահատմամբ այս զարգացումները նշանակալի շրջադարձ են հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Հետախուզական ծառայությունը հիշեցնում է, որ 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերադարձրել է Լեռնային Ղարաբաղը Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչությունից։ Օգոստոսի 8-ից հետո երկու կողմերն էլ կարծես պատրաստակամ են պահպանել գագաթնաժողովի ստացված դրական ընթացքը։ Սահմանային հրադադարի խախտումները կտրուկ նվազել են, այժմ գրեթե չկան։ Փաստում է հետախուզական ծառայությունը հիշեցնելով նաև, որ Ադրբեջանը բենզին է մատակարարել Հայաստան, ինչպես նաև թույլատրել է ցորերի տարանցիկ փոխադրումները։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին փոխադարձ առաջարկ է արել նախագահ Ալիևին։ Հիմա տեսեք ինչ է ասում հետախուզական ծառայությունը։ Ասում է, որ քանի որ ասում է Ադրբեջանը պահանջում է, վտանգված է, որովհետև սահմանադրության համար կարծեմ 600,000 ձեն է պետք, որպեսզի այդ սահմանադրությունը անցնի։ Հաշվի առնելով, որ Փաշինյանը ըստ էության, եթե անգամ հիմա ինչ որ ձևով, ինչ որ ֆոկուսներով եւ այլն ինքը կարողացավ 50 գումարած մեկ հավաքի, բարձա չէ, որ սահմանադրությունը արդեն դեմները չկան, ինչ որ գործակալներ, չկան ինչ որ բաներ։ Ինքը պետք է համոզի մարդկանց, թե ինչքան կարևոր է, որ հիմա գնան քվեարկեն, որպեսզի Ադրբեջանը պատերազմ չսկսի։ Բայց քանի որ ինքը միջև այդ ասել է, որ դա Ադրբեջանի հետ կապ չունի, այդ քարոզն էլ ոնց է տանել, որտեղ իրան հիշացնել են, ասել են, բա դու ասում ես, որ դա Ադրբեջանի հետ կապ չունի, մենք մեր նախաձեռնությամբ ենք դա անում։ Հետաբար այդտեղ ստացվելու է այտենց, որ էլի նորից հիասթափություն է առաջանալու եւ հարցը 600,000 մարդ կգնա քվեարկի թե չէ։ Կամ պետք է կեղծեն, որը շատ ավելի վատ, որը ել ավելի կխորացնի ճգնաժամը եւ մեզ կհեռացնի դեմոկրատիայից։ Եվ արդեն եվրոպական պետությունները կնային իդեպ Եվրոպայի հետ կապված հետաքրքիր զարգացումներ կա Եվրամիության հետ կապված շատ հետաքրքիր, որի մասին եթե հաջողվի կխոսեմ վաղը, եթե չէ կիրակի օրը։ Ես կարծում եմ, որ կարող է վաղը նորից վեթեր ունենանք։ Կարծում եմ գոնե մի կարճ եթեր կանենք, որտեղ շատ հետաքրքիր բաներ է տեղի ունեն։ Ընդհանրապես աշխարհը փոխվում է, ընդորում այդ փոփոխությունները գուցե մեր համար շատ ավելի մեծ հնարավորություններ բացեն։ Աշխարհը շատ լուրջ է փոխվում, ժողովուրդ ջան։ Եվ ընդհանրապես այս ամենից հետո սարսափելի կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։ Իդեպ հետախուզական ծառայությունը դեռ չի նշում, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, ուրեմն երբ որ Ալիևը սկսի պահանջել փախստականների վերադարձը, երբ որ անկլավների հարցում փոխանակման չգնա կամ չընդունի, որ ինքը անկլավ չունի, եթե այդպիսի փաստաթուղթ չկարողանա ներկայացնի, հա, եւ այլ այսպես շարունակ։ Բայց ամենակարևորը, դուք հիշում եք, որ մի պահ խոսակցություն տարածվեց եւ Փաշինյանենք էլ արդեն չէին ասում, թե չի բացառվում, որ միջև տարվա մեջ իրանց սազոներից ոմանց ասում են միջև տարվա վերջ կկնքվի պայմանագիրը եւ այլն։ Ադրբեջանի падգամավորը մի հատ կուտը տվեց, ասեց, որ կարող է, եթե Հայաստանը խոստում տա, որ կհանի հռչակագիրը սահմանադրությունից, կարող է միջև տարվա վերջ, միջև ընտրություններ կնքվի խաղաղության պայմանագիրը։ Բայց հիմա հարց, տեսեք ուր հասավ գործը։ Հիմա ստիպեցին, որպեսզի Փաշինյանը հանի խաղաղության հռչակագիրը, բայց խաղաղության պայմանագրի հույս դեռևս չկա։ Եթե հիմա մինչև ընտրությունը Փաշինյանը արդեն ասում է, խոսում է, որ հանել է խաղաղության պայմանագիրը, հռչակագիրը, անկախության հռչակագիրը, եթե հիմա մինչև ընտրություններ չկնքվի խաղաղության պայմանագիրը, ուրեմն որովհետև ակնհայտորեն Փաշինյանը չէր ուզում իր խաղաղակարգը կորցնել, ինքը չէր ուզում ասեր ու չկնքվեր, ինքը ուզում էր այդ ամեն ինչը թողներ ընտրություններից հետո, որովհետև ինքը ընտրություններից առաջ ինքը հիմա գնաց ռիսկի, ինքը ել ավելի թույլատրեց իր դիրքերը, որովհետև շատերին դուր չի գալի, որ անկախության հռչակագիրը հանվել է, հատկապես որ դրա հետ կապված հարշավ կա։ Իրան հիմա ձեռ չէր տալիս դա հայտարարել, ինքը դա կուզեր անել ընտրություններից հետո, դրա համար սահմանադրությունը դրեց ընտրություններից հետո։ Բայց ստացվում է, որ Ալիևը ստիպեց եւ իրականում նույն Ալիևին ձեռա տալիս, որտեվ իրանց թրիփը չեն ստացել իրանց ուզածը, ձեռա տալիս, որ ռուսները վերցնեն իշխանությունը Հայաստանում։ Երազում են դրա մասին, որտեվ իրանք կվերադառնան նոյեմբերի 9-րդ կետին շատ հանգիստ հարգելի հետևորդներ։ Եվ սա մեր համար լրջագույն խնդրեմ կդառնա։
եւ ընդհանրապես Աստված գիտի թե ինչ կարող է լինել այդ հարցում։ Դրա համար Ալիևին պետք է հերթական անգամ ստորացնել ռեյտինգ խլել։ Հիմա տեսնենք, սպասենք, տեսնենք, կստորագրեն խաղաղության պայմանագիրը։ Հակառակ դեպքում ստենց շտապողական անեն, ներկայացնեն, որ տեսեք հանեցինք, տեքստը պատրաստ կլինի միջև ընտրությունները։ Տեսնենք արդյոք Ալիևը կգնա կստորագրի խաղաղության պայմանագիրը, թե ոչ։ Հակառակ դեպքում սա աբսուրդ էր, որ իրանք ուղղակի իրենց ոտքին են կրակում եւ այս հայտարարում են, այս ամեն ինչ անում են ընտրություններից առաջ, որը կարելի էր անել ընտրություններից հետո։ Ստացվի որ Ալիևը հերթական անգամ իրենց գցեց։ Ստացավ եւ ոչ մի բան չտվեց փոխարենը։ Հիմա սպասենք, տեսնենք։ Հիմա իրանք հայտարարում են, որ հանում են։ Հիմա ըստ տրամաբանությամբ միջև ընտրությունները, որպեսզի Փաշինյանը ունենա լավ ռեյտինգ, իսկ դա կօգնի, իրանք այդ հույսներ ունեին, որ կամ հայ-թուրքական սահմանը պետքա բացվի, կամ խաղաղության պայմանագիրը։ Հիշում եք դեռ հունվարին ասում են 1-2, ես չեմ Միրզոյանն էր հունվարին ասեց 1-2 շաբաթով մեջ նորություններ կլինի։ Ուշադրություն դարձրեք։ Ոչ միայն Ադրբեջանն է շարունակում խնդիրներ ստեղծել, ինչը ամերիկյան հետախուզական ծառայությունը ընդամենը առաջիկա խնդիրն է, հաջորդները չի ասում, այլ նաև Թուրքիան մինչև հիմա հələ ոչ մի քայլ չի անում այդ ուղղությամբ, նկատում եք։ Ոչ մի քայլ չի անում այդ ուղղությամբ։ Սա սպասողական ռեժիմում են։ Ամիսները անցնում են ընտրություններ, անգամ երրորդ երկրների համար քաղաքացիների համար չբացեց սահմանը։ Եթե չեք նկատել, ասեմ նկատեք։ Որտեվ իրանց թրիփը ձեռնտու չի, եւ սա գլխավոր պատասխանն է, որտեվ իրանք չեն կարողացել ստանալ թրիփից այն ինչ որ իրենք ուզում են։ Վերևում ասեցի ինչու։ Չեն կարողանում ստանալ, որտեվ շատերին Ամերիկայում եւ հզոր ուժերին ձեռնտու չի Թուրքիայի ուժեղացումը տարածաշրջանում։ Հատուկ դժվար հասկացողների համար բացատրել եմ։ Հիմա փաստորեն ստացվում է, որ ամերիկացիները մտահոգ են։ Եվ այս ֆոնի վրա դու տեսնում ես, որ Հայաստանի ամբողջ քաղաքական դաշտը շարունակում է, այնպես ասում Պուտինից էլ ձեռ չեն քաշի, չնայած արդեն իրանց Պուտին պապան վատ է։ Այն Պուտին պապայի դեմ արդեն իր զետնիկներն են խոսում։ Ռուսաստանում արդեն Հյուսիսային Կորեա է, ինտերնետ չկա ոչ միտեղ արդեն։ Ինտերնետը քարտերով է, պեյջերներով են մանգալի, պատկերացնում եք, պեյջերների պատվերն է շատացել։ Տոտալ բլոկադա են անում, Telegram-ն են փակել։ Ռուսաստանցիներին մտցրել են ծակը չեն հանում եւ արդեն հասարակության մեջ պառակտում է, արդեն Սոլովյովներն են բողոքում, Սոլովյովներն են արդեն ըմբոստանում եւ Աստված գիտի սա ուր կտանի, որովհետեւ արդեն երբ որ զետնիկները բացահայտ փնովում են Պուտինին եւ արդեն այդ ալիքը ուժեղանում է, սա լուրջ բաների մասին է խոսում։ Դրա համար ասում եք Պուտին մի խաղացրեք, կա Պուտին մենակ ձեր աշխարհում կա, ձեր երազանքների, ձեր երազներում, ձեր երազախապությունից հետո է, առաջը չգիտեմ։ Բացատրում էինք։ Իդեպ, ովքեր չգիտեն, տեղեկացնեմ, նախորդ ամիս ուկրաինացիները ավելի շատ, ընդ որում ուկրաինացիները չեն անոնսում դա, լուր են անում դա, նախորդ ամիս փետրվարի տվյալներով ուկրաինացիները ավելի շատ տարածք են հետ գրավել, քան ռուսները գրավել։ Այնտեղ լրջագույն բարեփոխումներ ա գնում, իսկ այո, հիմա Պուտինը 2 կոպեկ նավթից կաշխատի մի ոգևորվեք, բայց ուկրաինացիները արաբական հարուստ երկրներից ահռելի ներդրումներ կստանան պաշտպանական ոլորտում, եւ դա ոչ միայն կփոխհատուցի այդ ամեն ինչը, այլ նաեւ նավթի փողերը չեն ապահովի ներդրումներ Ռուսաստանում, այնքան պարտքեր կա բացատրել եմ։ Հալավ մի 3-4 ամիս ավել ձգեն, լավ մինչև տարվա վերջ է ամիս, լավ էս մի բյուջեն է մի ձև ձգեն։ Էդ էլ եթե պատերազմը երկարի, բայց դրանից Ռուսաստանի կարողությունները շատ չի մեծանալու, դրանից Ռուսաստանի տնտեսությունը չի փրկվելու, դրանից արտադրություն չի ստեղծվելու, որտեղ ընդեղ արդեն քաոս է, ընդեղ արդեն կատաստրոֆա է, ովքեր որ հետևում են գիտեն այն ինչ որ մենք ասում ենք 22 թվականից, այ հիմա լինում է, այ հենց հիմա, ովքեր ծանոթներ ունեն Ռուսաստանում, արդեն սկսվել է տնտեսության կտրուկ անկում, հանկացումներ, հայտարարություն։ Հիմա, բայց գլոբալ, երբ որ Հայաստանի դաշտը նայում ես, այս ամեն ինչից հետո, եթե Թրամփը աստված չէ, որ գիտեք ինչ, որ չալմա սիրողների թիվը ահռելի է։ Չալմա պաշտպանողների, ասենք պատերազմը Իրանի եւ Ռուսաստանի աչքերով ներկայացնողների ու առանց հասկանալու որ չնայած այստեղ պարտության մասին խոսք չկա, ես ձեզ բացատրել եմ, բայց իրանք ցանկանում են որ Թրամփը պարտվի։ Եթե Թրամփը պարտվեց, դուք չեք հասկանում ձեր հետ ինչա լինելու։
Աստված չանի, եթե Տրամփը պարտվեց, դե չալմեքից բան չի մնացել արդեն։ Բան չի մնացել արդեն։ 150 հատ նավ են ոչնչացրել արդեն։ Ոչ մի բան չունեն արդեն, բացի մի երկու հատ խուժան անօթաչուից, որոնք հələ տեղ են հասնում, եկե մի երկու հատ հրթիռ մնացել, օքեյ։ Դուք ձեզ ով է անգամ 2023 թվականին Իրանը տեր չկանգնեց։ Ադրբեջան է շնորհավորում։ Մոռացել եք հա երևի։ Բայց ինչներիդ վրա եք տենց ասում չալմեքը հավասարակ շռում են։ Ի՞նչն են հավասարակ շռում։ Ի՞նչն են հավասարակ շռում։ Եվ Աստված չանի, եթե Թրամփը պարտվեց, դուք դրա հետևանքները չեք պատկերացնի։ Որտեվ Թրիփը մեր միակ շանսն էր իզոլացիայից դուրս գալու։ Երբ որ շատ բալաբոլներ անգամ քննադատում էին առանց հասկանալու ինչն են քննադատում։ Իսկ ես ձեզ առաջին օրվանից ասեցի դա ինչ է, դա փրկության ճանապարհ է մեր համար իզոլացիայից դուրս գալու։ Լավ ավատ է, բայց այս պահին դա մեր համար իզոլացիայից դուրս գալու ճանապարհ է։ Իսկ եթե Իրանն էլ ազատագրվի եւ նորմալ երկիր դառնա, այնտեղ լրիվ ուրիշ շահեր են բացվում մեզ համար։ Լրիվ ամերիկացիները մի անգամից գիծը փոխում են Հնդկաստան, Իրան, Հայաստան, Վրաստան։ Եվ այդ ժամանակ արդեն Վրաստանին էլ հեշտ կլինի հետ բերել, որովհետև Ամերիկան արդեն մեր քթի տակ է, որպեսզի բոլորիդ համար պարզ լինի։ Եվ այս իրավիճակում ինձ հետ կապվում են իրանցիներ, մարդիկ, ովքեր մասնակցում են բողոքին, ովքեր փախել են Հայաստան, անվտանգության չնայած իրենք դեմ չէին, բայց հետո որ բացատրեցի, իրենք հասկացան, որ չարժի իրենց անունները տալ։ Անվտանգության նկատառումներից ելնելով իրենց անունները չեմ տալիս։ Մարդիկ, ովքեր Իրանում լուրջ գործեր են ունեցել, բիզնեսմեններ են եղել եւ այլն, այսպես շարունակ։ Զանգել էին, ես շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր իմ համարն են փոխանցել իրանց, որովհետեւ իրանք մոտեցել են եւ մեդիային բողոքել են, ասել են դուք խայտարակ պատկեր եք ներկայացնում։ Ժողովուրդը պատկերացում չունի ովքեր են չալմեքը։ Ժողովուրդը չի հասկանում ինչ աղետ է այաթոլլան։ Ժողովուրդը Հայաստանի ժողովուրդը պատկերացում չունի ինչ է իրականում Իրանում կատարվում։ Մարդիկ զանգել են իրենց սրտի ցավն էին հայտնում, ասում են, «Էս ինչ է կատարվում Հայաստանի մեդիայում»։ Ինքը իհարկե մեծ մասամբ որ խնդրում էին փոխանցեմ այդ ամեն ինչը ես ձեզ ասում էի, որ ամերիկացիներին մենք դեմ չենք, որ Թրամփի գործողությունները ժողովրդի մեծ մասը ողջունում է, որ իսրայելցիները իրենց ընկերներն են, հрьяաները, իրենք ուզում են ընկերություն անել Իսրայելի հետ, ինչպես արել են նախկինում, բալաբոլ լսում ես։ Մեծ մասը իսրայելցիներին չի համարում թշնամի։ Ավելին ասում եմ, մեր մոտի խեղճերյաները ազգանունները փոխում են, որպեսզի իրանց չճնշեն, ասենք արմատականները, որովհետև կարող է բասիժները կամ բանը տենան հրյա ենթադրենք գլուխը ուտեն։ Ստիպած ազգանունները փոխում են, որտեղ ահագին հրյակ է Իրանում։ Իրենք շատերի համար Տրամփը դարձել է կուրք։ Եվ իրենք շատ հուսով են, որ վերջապես Տրամփը իրենց այս չարիքից կազատի։ Եվ ամենակարևորը ինֆորմացիան։ Իրանցիները պնդում են, որ իրենք Հայաստանում տեսել են Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի զինյալներին, որոնք ավտոբուսներով եկել են Հայաստան, սահմանը անցել են եւ այդ սահմանով անցել են եւ բոլորին թողնում են, այսինքն ըստ էության լուրջ աշխատանք ԱԱՑ-ն չի կատարում սահմանին կամ պայմանավորված, գուցե ես չգիտեմ։ Ես այս տեղեկությունը շատ մտահոգ համար եւ այդ մարդիկ բացատրում էին, թե որքան վտանգավոր են նրանք, որ նրանք ընդունակ են ահաբեկչության, պատվերով սպանությունների, ապակայունացնելու իրավիճակը, ընտրություններից առաջ եւ այլն, այսպես շարունակ։ Եվ ինչ էր պատմում այս մարդիկ, որ իրենց զանգել են ոստիկանությունից բազմաթիվ անգամներ եւ զգուշացրել են, որպեսզի իրենք չմասնակցեն բողոքի ցույցերին եւ ոչ միայն ոստիկանությունից եւ որոշ տեղերից է զանգել են եւ ասել են, ես չգիտեմ ինքը տենց չուզեցավ մանրամասնի թե որտեղից են զանգել, որ ձեր հետևից այստեղ եկել են եւ դուք թիրախ եք անգամ Հայաստանում եւ մենք չենք ուզում որ ձեզ հետ բան պատահի, անգամ այսպիսի զանգել են ստացել։ Հիմա ես այդ մարդիկ ասում եմ, մենք հասկանում ենք ովքեր են հեղափոխական կորպուսի զինյալները, ովքեր մենք արդեն անգամ իրենց քայլվածքից գիտենք ովքեր են իրենք, մենք ասում ենք իրենց տեսել ենք խանութներում, փողոցներում, խմբերով քայլելիս, ասենք շատ մեծ խմբերով չէ, ասում եմ մի քանի հոգով իրար հետ քայլում են, ասենք խումբ։ Եվ ես հիմա ուզում եմ խնդրել ԱԱՑ-ին, ես զգուշացնել, եւ այդ մարդիկ էլ ասում են դուք չեք հասկանում նրանք ովքեր են, զգուշացրեք, խնդրում եմ,
որ բոլորը իմանան, այդ թվում Հայաստանի ծառայությունները, որտեղ նրանք շատ վտանգավոր են Հայաստանի համար եւ Հայաստանում կարող են անել այնպիսի բաներ, որոնք սարսափելի ապակայունացնեն իրավիճակը։ Ավելին ասեմ, ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի դրանք միանան ռուսների հետ, եթե դուք դրանց թողեք ընտրություններին եւ եթե այդպիսի բան կա։ Ամենայն դեպս, այս տեղեկությունը ինձ շատ մտահոգեց։ Ես փոխանցում եմ ազգային անվտանգության ծառայությանը եւ հուսով եմ, որ համապատասխան հետեւությունները կանեն եւ բարձրաթողի վիճակի մեջ չեն թողի, որովհետեւ այդ մարդիկ ինձ ուղղակի հավաստիացնում էին եւ ոչ մի հոգի, որ Հայաստանում են գտնվում զինյալները եւ նրանց ավտոբուսներով տեղափոխելիս են տեսել եւ նրանց խանութներում են տեսել եւ այլ այսպես շարունակ։ Կարծում եմ պարզ բացատրեցի եւ հուսով եմ, որ ԱԱԾ-ն դրանով կզբաղվի։ Դե չէ, հələ միջի հիմա ինչ որ Ռուսաստանից երևակայական եկվորների մասին են խոսում եւ այսպես շարունակ։ Հիմա Իրանցին բողոքում էր սարսափելի մեր երկրի մեդիայի լուսաբանումից, ասում էր, որ խայտ այդ մարդասպան ռեժիմի դրական լույսի ներքոյա ներկայացվում Հայաստանում։ Եվ որ հայ հետ խոսում ես, իրական պատկերացում չունի իրավիճակի մասին եւ դրական պատկերացում ունի մարդասպան այաթոլայի մասին։ Փոխանցում եմ ձեզ իրենց խոսքը։ Սարսափելի վրթոված են։ Այդ ֆոնի վրա օրինակ բացում ես Հանրայինի ռեպորտաժը YouTube-ում, վերնագիրը Լարիջանի իմահը չի ազդի Իրանի քաղաքական համակարգի կայունության վրա, արաղ չի։ Հասկանում եք։ Երբ որ նայում ես ընդհանուր լուրերը, այնպես է ներկայացնում, ոնց որ վերցրածել են ռուսական ինչ-որ արիքից կոպի փաստ տարածել են, ձեռի հետ մի երկու հատ էլ թեթև, այն որ հիմնական հարվածները ամերիկացիներն են հասցնում։ Ահռելի գործողությունները Իսրայելն ու Ամերիկանն են, ասում մի երկու թեթև ասում են, բայց Իրանի գործողությունները մանրամասն, որը կեսը փուչիկ է, ի դեպ ասեմ։ Կամ փուչիկ է, կամ ուռճացված է, կամ սուտ է։ Ես քանի անգամ եթերով ձեզ ապացուցել եմ, որ ներկայացվում է նաև խայտարակ կապատեղեկատվություն։ Շատ ժամանակ հայկական դաշտում կարելի է տեսնել մեդիաներում, սոցիալական ցանցերում, որ Թել Ավիվը չկա արդեն։ Ուզում եմ հիասթափեցնել ձեզ, Թել Ավիվին բան չի եղել։ Այդ սաղ AI-ով սարքած տեսագրությունները, ովքեր տեսել են, ասում եմ, եւ ես ձեզ համենապես ամենաուշը օրը մեջ, երբեմն իրար հետևից մի քանի օր ներկայացնում եմ իրական հարվածները, որտեղ են եղել, քանի օբյեկտ վնասվել Իսրայելում, քանի հրթիռահաս է կամ քանի անօթաչուհի է, ամեն ինչ ես ներկայացնում եմ, ոչ ավել, ոչ պակաս։ Մի խոսքով եւ ընդ որում այդ մարդիկ իրոք դուք չեք պատկասի սրտի ճիչը, որ Հայաստանում խայտարակ մտնոլորտ է մեդիայում։ Ասում եմ, մենք գիտենք դեմոկրատական երկիր է, մենք այստեղ ենք եկել որպես դեմոկրատական երկիր, բայց ասում է, «Էս ինչ է կատարվում»։ Չեն թողում բողոքենք, լավ ասում է, այդ մի կողմ որ չեն թողնում բողոքենք, ասում է, այդ մարդասպան ռեժիմի դեմ, որ առաջ աղոթում ենք, որ այդ ռեժիմը ասում է կհեռանա։ Բայց ասում է, այն որ ձեր երկրում դրանց ներկայացնում են դրական լույսի ներքո, դա ասում է ամենացավալինը, որ մարդիկ չեն հասկանում, հələ ասում է, կարող է մեր հետ կանգնեն վիճեն, որ դուք չգիտեք այաթոլլան լավն է, ասում է, պատկերացնում եք, ասում է, մեզ են ասում, մեզ, որոնց ասում է, բան են արել, իդոպ մեկին իրենցից մեկին բանտ էին նստացրել, կտանքների, հալածանքների էին ենթարկել եւ այսպես շարունակ։ Փախել էր, մարդը մի ձև փախել էր երկրից։ Իդեպ Հմեկի ռեպորտաժում տենց ներկայացրեցին, որ Իրանը տենց խրոխտ, հետո ցույց են տալի ոնց է Ֆիդանը դատապարտում Իսրայելին եւ ԱՄՆ-ին եւ ասում են նրանց նպատակը մենակ այդ միջուկայինը չէր, դրանք ուրիշ նպատակների համար են եկել եւ դատապարտում է Ֆիդանը իրանցի պաշտոնյաներին սպանելու համար։ Ալիևը ահռելի հումանիտար օգնություն է, 70 քանի տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Իրան։ Հիմա հարց բալաբոլներին ու մնացած չալմամեր ռուսամոլիկներին եւ Մարիա Զախարովաներին հայկական։ Բա ո՞նց է ստացվում։ Ո՞նց է ստացվում, որ Ադրբեջանին խփում է Իրանը։ Թուրքիային խփում է Իրանը, ՆԱՏՕ-ն 3 հրթիռն էլ Թուրքիայի վրա ուղարկված ամերիկացիները խփում են օդում, բայց Ֆիդանը դուրս է գալիս եւ դատապարտում է Ամերիկայի գործողությունները եւ ասում է չի կարելի Իրանի ռեժիմը ոչնչացնել։ Չի կարելի Իրանի պաշտոնյաներին ոչնչացնել։ Ստացվեց, որ ես ճիշտ էի։ Ինչպես բաններ ասում, դասականը, ես ճիշտ էի, դուք սխալ։ Ստացվեց, որ Թուրքիան չի ուզում ռեժիմի փոփոխություն։ Ստացվեց, որ Ռուսաստանը չի ուզում։ Ստացվեց, որ դուք ռուս-թուրքական տեսակետ ու նարատիվ եք առաջ տանում։ Մենք հեսա խոսենք նաև Սաուդյան Արաբիայի մասին։ Եվ հետաքրքրական մի բան, անգամ Քլս TV-ին ներկայացրել է լուր, թե ես չեմ ներկայացրի լուրը, ուղղակի իրանցի փախստական ծանրամարտիկը Եվրոպայի առաջնությունում հանդես կգա Գերմանիայի դրոշի ներքո։
Եվ շատ ուրախ այդ կապակցությամբ նոր հայրենիքի պրծելա, մարդը պրծելա, անտեղից պրծելա։ Տեսակ Ավստրալիայի ֆուտբոլիստների մի մասին վախացրեցին, ստիպված հարազատների վախից, տերորի վախից հետ գնացին, մի քանի հոգի խիզախը մնացին Ավստրալիայում Իրանի ֆուտբոլի հավաքականը։ Դուք ովքեր որ սատարում են Իրանի ռեժիմը, նրանք սատարում են ահաբեկչությունը։ Ես սա պաշտոնապես ասում եմ։